Նինոցմինդայի Տամբովկա գյուղը գտնվում է Նինոցմինդա Թբիլիսի տանող մայրուղից 3 կիլոմետր հեռավորության վրա։ Չնայած տարածությունը այնքան էլ շատ չէ, բայց ճանապարհի խնդիրը այստեղ ակնհայտ է։ Սկսած դեկտեմբեր ամսից գյուղը կարելի ասել գտնվում էր ձյան տակ, որտեղի բնակիչները ստիպված էին շրջենտրոն հասնել միայն Փարվանա լճի վրայով, այն էլ ռիսկի դիմելով, որը եւ խոչընդոտ էր հանդիսանում տեղի գյուղացիների համար։ Maşinaları bile kendi nete kaldı. Şaka kaçın? İstaret kançı da Andermana vorçalasni şadlav gılli bet? Kestik campana merguyurek dek karur. Ha, լացած է։ Հա, մեր ջամփով ցենտրալներով լցած գլի։ Տամբովկա միակ գյուղն էր, որ մինչ այժմ գտնվում էր փակ վիճակում։ Սակայն շրջանի վերադասի նախաձեռնությամբ օրերս իրականացվեց ձիամաքրման աշխատանքներ։ Այն տարվեց Նինոցմինդայի ճանապարհաշինարար ընկերության կողմից, իսկ մաքրման աշխատանքները վերահսկեց Փովգամգեբելի Արտավազ Տոնոյանը։ Ուրեմն ես կարծում եմ հերոստատիտող բարեկամները բոլորը գիտեն, որ ամսու 18-ին, երբ մեր դեպուտատ Հենզել Մեկոյանի աջակցությամբ բացվեց Նինոցմինդայից դեպի Ծալկատանող Տիկմատաժ Լեռնանսկի այդ հատվածը, որը մեր համար բավականին մեծ պրոբլեմային հատված է եւ դա բացասակապես բացառում է մեր բնակչության տեղաշարժը Ծալկայի մունիցիպալիտետով դեպի մայրաքաղաք ամսու 18-ից հետո, երբ արդեն ճանապարհը բարձր երթևեկությունը վերականգնվեց, արդեն բնական է մեզ համար եւս կար այդտեղ պրոբլեմ, որովհետեւ ասենք ճանապարհային դեպարտամենտը, որ հիմնականում սպասարկում է մայրուղիները, Տամբովկա գյուղի ճանապարհը հենց ընկնում է այդ պրոբլեմային հատվածում, այնպես որ մենք չէինք կարողանում ինչ-որ ձևով օգնել գյուղի բնակչությանը ճանապարհի հարցում։ Ու ավանդականորեն ասեմ, որ Տամբովկա գյուղի բնակիչները հիմնականում օգտագործել են լիճը, լճի սարելուց հետո, ասենք, ճանապարհը մի քիչ էլ իրենք բացել են այդ լճի վերայով եւ պետք է ասեմ, որ բավականին դժբախտ դեպքեր կան դրա հետ կապված, ու ինչ որ այո, հարցը նրանում է, որ արդեն խնդիր էր առաջացել, որ պետք է վերականգնվեր, բացվեր նաև այդ գյուղի ճանապարհը, եւ գիրակ երկուշաբթի օրերին, քանի որ բավականին մեծ հատված էր դա, իրենից ներկայացնում եմ մոտ 3 կիլոմետր է, եւ լրիվությամբ փակված էր, բոլորն գիտեն, որ այդտեղ բավականին մեծ քանակությունով բավականին մեծ ուժգնությամբ քամիներ բուկուբորանային հատված է, հնարավորություն ստեղծվեց գիրակի երկուշաբթի օրվա ընթացքում այդ ճանապարհը լրիվությամբ մաքրել։ Աշխատանքները կատարել ինչպես միշտ մեր մունիցիպալիտետի ներքին ճանապարհները մաքրող Դարոժնիկ ընկերությունը, այնպես որ այդ ընկերության միջոցով իրականացվել այդ ճանապարհը եւ այսօր լրիվությամբ բաց է եւ ժողովրդի վիճակի է ազատ երթևեկել ներքին եւ մագիստրալային ճանապարհներով։ Պարոն Վասիլյան, այսօր կան որևէ հեռավոր գյուղեր, որոնք դեռ Ոչ, բացարձակապես ոչ, միակ պրոբլեմը մեր մոտ Տամբովկան էր, Տամբովկայի հարցն էլ լուծվեց կախված այդ հատվածի մաքրման հետ, որովհետև երթևեկությունը դեպի Ծալկա Տիկմատաժի Լեռնանսկով լրիվությամբ ազատ է, արդեն նույնիսկ կարող եմ ասել ասֆալտը բացված է լրիվությամբ, շատ լայն բավականին որակով մաքրվել է, դերևս փակվելու վտանգ չկա, չգիտենք, ասենք ապագայում ինչ եղանակ է սպասում մեզ, ամենայն դեպս, ասենք, եթե ինտերնետի տվյալներից ելնելով բավականին այսպես տաք եղանակներ են գնալու, ես հույս ունեմ, որ այս տարի այլևս չի փակվի
ոչ դեպի Ծալկայով Թբիլիսի գնացող ճանապարհը, ոչ էլ Տամբովկացիների ճանապարհը, այնպես որ մենք այսօրվա դրությամբ բոլոր ճանապարհները բաց են, այդ տեսակետից մենք խնդրեմ չունենք։ Ռադիոնովկայի Գամգեոբա Էլիազոր Մասիսաղայանը հայտնեց իր խորին շնորհակալությունը շրջանի ղեկավարությունին, որ մաքրման աշխատանքները տարվել են լիարժեք, եւ այսուհետ գյուղի բնակիչները կարող են առանց վախենալու կատարել իրենց երթևեկությունը։ Ուրեմն ասեմ, այսօրվա դրությամբ դաժե Երևանից Տամբովկայի ճանապարհը բացվեց, Տամբովկան գտնվում է մեր Նինոցմինդա Թբիլիսի տանող ճանապարհից ընդամենը 3 կիլոմետրի վրա, բայց ասեմ, սաղ ձմեռը Տամբովկան ճանապարհ չունեցի, ինչու պատճառով։ Դե բոլորս գիտենք, որ եթե Տամբովկայի ճանապարհը ամեն օր մաքրենք, այս մեր ունեցած տեխնիկան երևի հերիք չեն է, որովհետև Տամբովկայում ձմեռյանում է շատ սուր, քամիները շատ են անում, անտանելի է, բայց ծայրահեղության դեպքում երբ անում է անհրաժեշտություն, մենք դիմում ենք մեր շրջանի վերադասին, այսինքն եթե ունենք մենք ծանր հիվանդներ, եթե ունենք մահկանացուներ, հերոտնետեղի ունենք մենք մահ, այդ մարդիկ մեր կողքին կայնած են, տրամադրում են մեր տեխնիկան, ճանապարհները մաքրվում է այդ դեպքում։ Իսկ եթե այդ բաներ չեն, ճանապարհը մաքրում է ընդհանրապես ամեն տարի միշտ քարնան գլուխ, բայց այս տարի որ Փառք տանք Աստծուն եղանակները լավ են, ճանապարհը մաքրվավ փետրվարի 22-ին։ Ու ես հույսով եմ, որ այդ ճանապարհը էլ չի փակվի, որովհետև դե Միգվագալացուն այդքան է չի խանգարի։ Ես խոսել եմ մեր շրջանի վերադասի հետ, իրանք ասել են, որ եթե թեգուց ինչ որ ծույնյանի նորից թիփիներյանին մենք պատրաստ ենք նորից այդ ճանապարհը բանալ, որովհետև էլ այդ ժողովուրդը հնարավոր չէ լճի վրայից ասնին դառնան, այսօր ճանապարհը մաքրվել է, ես շնորհակալություն եմ հայտնում մեր շրջանի վերադասին իմ ժողովրդի կողմից, ես այսօր հույսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև մեր շրջանի վերադաս այսօր տարբերություն չի դնում մեծ գեղերի եւ փոքր գեղերի մեջ, հետ իրանք այդտեղ մեծ պատիվ են վաստակում։ Դե Տամբովկան բոլորը դե գիտեք, որ այսօր փոքր գյուղ է, բայց ունի լավ առաջընթաց։ Տամբովկայի մասին ով տեղյակ է, ով եղել է գոնե մեկ անգամ Տամբովկա, գիտի որ 5-ից 6 ամիս Տամբովկայի բնակչությունը երթևեկությունը անցկացնում է լճի վրայով անգամ։ Դե վերջի տարիներին այդ գեշ դեպքերը եղան, դուք գիտեք, Ուազ Մագնիշի մեքենան խորտակվեց 4 երիտասարդ, այդ ժամանակ մենք կորցրինք, դրանից հետո 1 տարի նորից 2 երիտասարդ ճանապարհ չելնելու պատճառով։ Բայց այս վերջի տարիներս ի շնորհիվ մեր շրջանի ղեկավարների այդ ձևի խնդիրներ չեն անում, որովհետև մարդիկ ժամանակին ուղարկում են տեխնիկան, նաև ասեմ, ես մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ կողմից եւ իմ ժողովրդի կողմից մեր այդ ընկերության Նորսոյան Արմանի ընկերության, որը ունի լավ կազմակերպություն, ինքը երիտասարդ տղա է, բայց խոսքը խոսքին ժամը-ժամին տեխնիկան ուղարկում է եւ անհրաժեշտություն է լինում։ Մունիցիպալիտետի Գամգեբելը Գագիկ Արսյանը իր խոսքում հավաստիացրեց, որ եթե նույնիսկ եղանակներ այսուհետ լինեն անբարենպաստ, այնուամենայնիվ մենք հնարավորություն կունենանք ճանապարհը պահել միշտ երթևեկելի։